Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը երկօրյակ նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, կնշեմ նորալուսնի լիալուսնի մասին, ինչպես նաև բացասական օրերի մասին։ Սիրելի ընկերներ, հիշեցնում եմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով։ Արևի նշանը դա մեր բոլորիս իմացած հորոսկոպի նշանն է։ Իսկ ասցենդենտը իմանալու համար պետք է իմանալ ծննդյան ճշգրիտ ժամը։ Եթե գիտեք եւ ցանկանում եք իմանալ, կարող եք մեկնաբանություններում գրել, նշելով ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օր, ամիս, տարի, ծննդյան քաղաք եւ անպայման ծննդյան ճշգրիտ ժամը րոպեների ճշգրտությամբ։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Այսպիսով, արևը մինչև մայիսի 21-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ սիրելի երկօրյակներ, դա ձեր 12-րդ տունն է։ 12-րդ տանը, երբ արևը գտնվում է, հիանալի ժամանակահատված է, որպեսզի ավարտին հասցնենք բոլոր կիսաթողնված գործերը, ազատվենք բացասական սովորություններից կամ առհասարակ այն ամենից, ինչը մեզ խանգարում է։ Քանի որ ամսի 21-ից սկսած արևը արդեն կգա երկօրյակ նշան, ձեր առաջին տուն։ Եվ կլինեք ակտիվ, կունենա գեղեցիկ արտաքին, լավ ժամանակ է հոգ տանելու ինքներդ ձեր մասին, ինչպես նաև սիրելի ընկերներ, կարծես ձեզ համար այս օրվանից սկսած, ամսի 21-ից սկսած սկսվում է ձեր նոր տարին, ձեր 2026 թվականը կարծես սկսվում է հենց մայիսի 21-ից։ Այս ժամանակահատվածում լավ կլինի, որպեսզի փոխեք ձեր արտաքինը, մազերի կտրվածքը, գույնը, նման ինչ-որ հարցերի դեպքում հիանալի է։ Ինչպես նաև արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնել վիրահատական կլինի, թե այլ միջամտություններ։ Մերկուրի մոլորակը մայիսի 3-ից մինչև մայիսի 17-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 12-րդ տանը, բերելով ձեզ զանգ, նորություն, հեռավոր ինչ-որ վայրերից, հեռավոր բարեկամներից։ Ինչպես նաև Մերկուրին 12-րդ տանը հաճախ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստանաք արտասահմանից կամ արտասահմանի հետ կապված, գուցե պետք է մեկնեք արտերկիր, ինչ-որ փաստաթղթերի եք սպասում, որ պետք է ստանաք, այս ժամանակահատվածում դրանք կստանաք։ Ամսի 17-ից սկսած Մերկուրին կանցնի երկօրյակ նշան ձեր առաջին տուն, դարձնելով ձեզ ել ավելի շփվող, շատ կլինեն շփումը, բանակցությունները, նոր ծանոթությունները։ Վեներա մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի երկօրյակ նշանում ձեր առաջին տանը։ Հիանալի ժամանակահատված է այն երկօրյակներն, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին։ Այս ժամանակահատվածում հնարավոր է լինի ծանոթություն։ Այս ժամանակահատվածում, եթե ցանկանում եք արտաքնի հետ կապված միջամտություններ, փոփոխություններ կատարել, կարող եք հանգիստ կատարել։ Իհարկե, այնտեղ լուսնային օրեր կա, որ չի կարելի, եթե հետաքրքիր է կարող եք գրել, ես ձեզ կպատասխանեմ, բայց լավ ժամանակահատված է զբաղվելու ձեր արտաքնով։ Ամսի 19-ից սկսած Վեներան կանցնի Խեցգետին նշան, դա ձեր երկրորդ տունն է եւ դա նշանակում է ձեր ֆինանսների տունն է, այսինքն նոր ֆինանսներ, ինչ որ գնումներ, հատկապես ինչը վերաբերվում է Վեներային, ինչ որ գեղեցկության իրեր, ինչպես նաև թանկարժեք իրեր, կոսմետիկա եւ այլն։ Մարս մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի Խոյ նշանում, իսկ դա սիրելի երկօրյակներ համարվում է ձեր 11-րդ տունը։ Մարսը 11-րդ տանը կբերի ձեզ ակտիվություն, իհարկե Մարսը այստեղ կարող է նեգատիվ կերպով անդրադառնալ, այսինքն գուցե ինչ-որ վիճաբանություն լինի ձեր գոլեգաների, ընկերների, երեխաների հետ, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, այնպես որ զգույշ եղեք, ինչպես նաև շատ զգույշ եղեք էլեկտրականության նկատմամբ։ Յուպիտեր մոլորակը սիրելի երկօրյակներ շարունակում է գտնվել, ներողություն, այստեղ չնշեցի, մայիսի 19-ից սկսած Մարս մոլորակը կանցնի ցուլ նշան ձեր 12-րդ տուն։ Հնարավոր է Մարսը այստեղ բերի ձեզ վիրահատություն, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, անհատական քարտեզով եւս պայմանավորված է։ Մարսի պատճառով, այսինքն սուր կտրող ծակող գործիքների նկատմամբ եղեք զգույշ, կրակի հետ պայթյունավտանգ իրավիճակների նկատմամբ եղեք զգույշ, ինչ-ինչ պատճառներով կարող է իրավիճակ ստեղծվի, որտեղ պետք անհրաժեշտ լինի տանը մնալու մի քանի օր աշխատանքի չգնալու, գուցե այդպես վնասեք սուր կտրող ծակող գործիքներով աշխատելիս եւ այլն, այնպես որ եղեք շատ զգույշ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետի նշանում այս ամսում 18-ից 23 աստիճան շարժվելով, Յուպիտերը ձեր երկրորդ տունն է եւ դա սիրելի երկօրյակներ նշանակում է, որ կմեծանա ձեր ֆինանսները, ձեր ներդրումները, գուցե ձեր ֆինանսական կուտակումները, այն ամենը, ինչը ձեզ համար արժեք է ներկայացնում, աշխատավարձը գուցե բարձրանա։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով։ Սիրելի երկօրյակներ, դուք եւս պետք է լինեք շատ զգույշ, քանի որ ձեր դիմացի նշանում է գտնվում։ Եվ այն երկօրյակները, ովքեր ասցենդենտով են երկօրյակ, ասցենդենտը գտնվում է երկօրյակի 14-ից 18 աստիճաններում կամ ովքեր ծնվել են հունիսի 6-ից
Հիմա նշեմ, հա, հունիսի 6-ից հունիսի 10-11 ընկած ժամանակահատվածում, եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա եղեք շատ զգույշ, հնարավոր է ինչ-որ լարված իրավիճակներ ստեղծվեն, ինչ-որ մարդկանց հետ, գուցե ձեր ամուսնու կնոջ հետ։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 9-ից 12 աստիճան շարժվելով, Սատուրնը Խոյում, դա նշանակում է ձեր 11-րդ տանն է, եւ Սատուրնը կարծես ամեն ինչ մի փոքր այսպես նեղացնում է, սահմանափակում է։ Այսինքն, գուցե ձեր ընկերական միջավայրը ավելի փոքրանա, ձեր շրջապատը ավելի փոքրանա, եթե ինչ-որ խմբակների եք գնում, ապա ինչ-որ կրճատումներ լինեն, ավելի քիչ խմբակների գնաք։ Կունենանք նոր ալուսին ցուլ նշանում մայիսի 16-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, նոր ալուսինը ձեր 12-րդ տանն է լինելու, այսինքն ինչ-որ նորություն է գալու ձեր կյանք կապված հեռավոր վայրերի հետ։ Այսինքն, այս ժամանակահատվածում ոմանք կգնան հանգստի, ոմանք արտասահմանից ինչ-որ նորություն կստանան, կամ ոչ միայն նորություն, արտասահմանի հետ կապված ինչ-որ նորություն կգա ձեր կյանք, կամ ինչ-որ փաստաթուղթ կստանաք արտասահմանի հետ կապված։ Լիալուսին ունենալու ենք այս ամսում երկուսը, առաջին լիալուսինը լինելու է մայիսի 1-ին, կարիճ նշանի 11 աստիճանում, իսկ կարիճը սիրելի ընկերներ ձեր 6-րդ տունն է։ Լիալուսինը 6-րդ տանը կդիպչի հետևյալ թեմաներին՝ առողջություն, աշխատանք, կենցաղ, ինչպես նաև ընտանիք կենդանիներ, այսինքն վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ հարցեր կարող են լինել։ Առողջության նկատմամբ եղեք զգույշ, հնարավոր է մրսեք, առողջական խնդիրների հայտ գան։ Եվ լիալուսին ենք ունենալու մայիսի 31-ին, որը կրկին մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս ժամանակահատվածում սիրելի ընկերներ, ինչ-որ պարզություն կամ վերջնական որոշում կկայացնեք կապված ձեր ամուսնու կնոջ հետ կամ ձեր գործընկերների հետ կամ էլ հաճախորդների հետ։ Քանի որ այս լիալուսինը լինելու աղեղնավոր նշանի 10 աստիճանում, բոլոր նրանք կզգան այս լիալուսնի ազդեցությունը, ովքեր ասցենդենտով երկորյակ են եւ ասցենդենտը գտնվում է երկորյակի 10 աստիճանում կամ ովքեր ծնվել են հունիսի 2-ին 3-ին։ Այս օրերի ծնվածները բոլորից շատ կզգան այս լիալուսնի ազդեցությունը։ Այժմ խոսեմ լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ երբ ասում եմ լարված օր, սիրելի ընկերներ, մի 2 օր առաջ 2 օր հետո միշտ նկատի եք ունենում։ Մայիսի 3-ը 4-ը լարված է լինելու, Յուպիտերը եւ Մարսը կազմելու են 90 աստիճանի անկյուն։ Այս օրը կրկին զգույշ եղեք ճանապարհներ գնալիս, ինչ-որ պայթյունավտանգ իրավիճակներից, կրակի հետ աշխատելիս, որ կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, եւ որպեսզի հնարավոր է նաեւ վիճաբանություն լինի կապված ձեր ընկերների հետ կամ ինչ-որ ֆինանսների թեմայով։ Մայիսի 7-ը կլինի լարված, այսօրը զերծ մնացեք ֆինանսական գործարքներ կնքելուց, ինչպես նաև հարաբերություններ պարզելուց։ Մայիսի 21-ը կլինի լարված, այսօրը եւս շատ զգույշ եղեք ինչ-որ գնումներ կատարելուց, ֆինանսների հետ կապված գործողություններ կատարելիս, եւ բացասական նեգատիվ օր կլինի մայիսի 26-ը, Մարսը եւ Պլուտոնն են լարված լինելու, զերծ մնացեք մարդաշատ վայրերից։ Այսքանը, սիրելի ընկերներ, սիրելի երկորյակներ, կապված մայիս ամսվա հետ, եթե ցանկանում եք անհատական կանխատեսումներ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։